Ձեր կարծիքով ինչու է Փաշինյանը լկտի հարձակում սկսել ազգային բարերար եկեղեցու նվիրյալ Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Գիտեք, ինքը բոլորի նկատմամբ հարձակումներ գործում, այն մարդկանց նկատմամբ, որոնք իրան հակառակ են խոսում։ Այսինքն, երբ որ Սամվելը խոսած, որ ինքը պաշտպանում է եկեղեցուն, այսինքն մեր կրոնն է պաշտպանում, ինքը չի պաշտպանում եկեղեցիականին, այլ պաշտպանում է մեր հավատքը, մեր կրոնը, որ հայ ժողովուրդը դա հավատքով ապրող ժողովուրդ է։ Նա ասեց, ես կանգնում եմ իմ եկեղեցու կողքը։ Նա չասեց եկեղեցու աշխատողների կողքը կամ հավատքի կողքը։ Իսկ դա երևի Փաշինյանին դուր չեկավ, դրա համար նա այդ ձևի սկսեց հարձակումներ։ Նրան ինչ որ դուր չի գալիս, թեկուզ ասենք նայեք մեր բանը առաջվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երբ որ նրան դեմ ա կանգնում, նա ինչ ասեց Սեյրան Օհանյանին, ես քեզ ձերբակալելու եմ կամ քո հարցը ուրիշ ձև ենք լուծել։ Դա հասկանում եք վայել չէ։ Տեսեք, ուրեմն ինչի համար է հարձակում գործել Փաշինյանը պարոն Կարապետյանի վրա, որովհետև մարդը հստակ իր քաղաքական դիրքորոշումը արտահայտեց, որ հայ առաքելական եկեղեցու հանդեպ ցանկացած ոտնձգություն անընդունելի է, որովհետև մի օրվա մեջ ես այսօր նայեցի մի քանի ժամվա մեջ ազգային անվտանգության ծառայության պետին Աբազյանին աշխատանքից ազատելա նրա համար, որ ինքը չի կատարել ուղիղ Նիկոլի հրահանգը։ Իսկ ես ինքս համացանցով տեսա, որ պարոն Կարապետյանը հստակ դիրքորոշում արտահայտեց, որ մենք մեր սրբությունները ոտնակող եւ ոտնատակ չենք անելու։ Նման բան գոյություն չի կարող ունենալ, այսինքն եկեղեցին, մեր սրբազան հայրերը եւ այլն սակարկման ենթակա չեն։ Այս մարդը բացի իր գործով զբաղվելուց, իսկ սա մարդ չի կարող համարվի, խոսքս Փաշիևի մասին է, նա չի կարող հայ համարվի, ամեն ինչից խոսում է, ամեն ինչից, բայց երկրի սահմանների անվտանգություն, սոցիալ-տնտեսական իրավիճակ ոչ մի բանով չի զբաղվում, իսկ պարոն Սամվել Կարապետյանի դեմ ուղղակի հստակ քաղաքական բռնաճնշում է իրականացում։ Ընդամենը դա կարող եմ ասել, Արցախի կորստից հետո մարդը քիչ բան չունի պետության համար ներդրած, լումա քիչ չի վաստակը Արցախում, ես Արցախից եմ ինքս, ես շատ լավ գիտեմ, թե ով ինչ է արել եւ ով ինչով է զբաղվել։ Հիմա պարոն Կարապետյանը նորից եմ կրկնում հստակ դիրքորոշում արտահայտեց, որ մեր սրբությունները, եկեղեցիները եւ սրբազան հայրերը սակարկման ենթակա չի եւ մենք ընտանիքով սատարում ենք պարոն Կարապետյանին ու Աստված իրան այնքան հաջողություն տա, որ մենք էլ համախմբվենք այս վիճակից դուրս գանք։ Նիկոլ Փաշինյանի անունը չեմ ուզում լսել, շատ կներեք, ես էլ չեմ հասկանում մեր երկրում ինչ է տեղի ունենում։ Չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում, ինչ է տեղի ունենում, անկեղծ եմ ասում։ Մեր խաղաղ երկիրը լրիվ քարոքանդ է եղել։ Քաղաքական դրդումներից ելնելով բնականաբար։ Ինձ այդպես է թվում, ու դա նախասկիզբն է, դեռ շարունակությունը կլինի, հետագա առիթներ կլինեն, ինձ թվում է, որ դա է հիմնական բուն պատճառը, թե հիմա հաջորդը ով կլինի, ինձ թվում է այդ օղակը կշարունակվի։ Մտավոր պակասություն ունեցող մարդկանց հետ դժվար է աշխատելը։ Դրա համար էլ ընկել է հետևներից, բան չեմ կարող ասեմ։ Ես դրա անունով լսում եմ, այսինքն դրաժիտ եմ լինում։ Իր ամեն քայլը շատ սխալ է։ Ինչ որ վտանգ է զգացել, թվում է դրանով է պայմանավորված։ Այսինքն մինչև մարդը մյուսի վրա հարձակում չգործե, իրանի չզգա վտանգ չի գործե, անտեղի թվում է ոչ մեկին հետարքիր չի։ Ես չգիտեմ, բայց համենայն դեպս ոչ մեկն էլ բանի պետք չեն, իզուր տեղը թող Սամվել Կարապետյանին ինքը հանգիստ թողնի։ Սամվել Կարապետյանին ես արդարացրել եմ ու արդարացնում եմ, նրան ես սիրում եմ, նա մեր Հայաստանը պահում է։ Նա մեր Հայաստանը պահում է, ես նրան չեմ ասել աղջիկ ջան, նեղին անճարին հիվանդանոցներում օգնում է, այդքան կրակ չի դնում, որ մի անգամից բան անեն։ Նա լավ մարդ է, նրան կարել երես գուշացնել, նա երևի իր սխալը կուղղել, ես նրան չեմ փնովում։ Ես Սամվելին ինչ եմ փնովում, ես փնովում եմ մեր վանականերին, մեր նրանք են անպետքը, մենք Սամվելին չեմ փնովում։ Սխալ են արել, որ այդքան հարձակում գործեցին իրանց տան վրա։
Այդ մարդիկ ինչ են արել, այդ մարդ բան էլ չէր ասում է ես դա բան եմ, մանկաբարձի տղա եմ, ես բան չեմ արել, ես իմ արած քայլը սխալ չի, որ ես օգնել եմ։ Ես իրան աջակցել եմ այդ մարդուն։ Ինչ կարիք է այս վիճակ մեզի հանեն։ Ես չեմ մեղադրում Սամվելին, ես Նիկոլին եմ մեղադրում։ Ընտրություններ է գալիս, մարդիկ ինչ որ ձևով պատրաստվում են ընտրություններին։ Մարդ են հանում աշխատանքից։ Այս 6 տարում ոչ մեկին չէին հանում, այս մի տարվա մեջ երևի մի 10 պաշտոնյա արդեն փոխվեց, չէ՞։ Նամանավանդ այսօր նայում ենք ԱԱԾ-ի ղեկավարը հանում։ Իսկ ԱԱԾ-ն գոնե այն կառույցը չի, որ ամեն տարի մի նոր մարդ բերեն տնեն։ Վերջապես ամբողջ երկրի գաղտնիքները ԱԱԾ-ի պետն է տիրապետում, ճիշտ է։ Կարելի է հանել։ Հիմա նույնը Սամվել Կարապետյանին, մյուսին, արդեն այսօր նոր հասկացան, որ հեծը խնդիրներ ունի, ժողովրդի լույսն է անջատում, վնաս է տալիս, մյուսն է։ Կառավարության նիստի ժամանակ հոսանքները չգնաց, բոլորս տեսել ենք, չէ՞ որ գնաց այդ նույն խին ժամանակ չէին ասում։ Եթե ես ինչ-որ մեկի կողմնակից եմ, մեկին ուզում եմ ինչ-որ բանով թեկուզ եւ պաշտպանեմ, նշանակում է արդեն իմ դեմ պետք է քրեական գործեր բացեն։ Ես ասում եմ, այս մանկապարտեզը երբ է վերջանալու։ Այս մանկապարտեզը ուղղակի։ Սենց բաներ չեն անում։ Եթե իրանք այսքան տարի չգիտեին Սամվել Կարապետյանը ով է, թե նոր իմացան։ Մեզ 30 տարի է ժողովրդի որ մասին էլ հարցնեք, կասի ով է Սամվել Կարապետյանը։ Հիմա եթե եկեղեցու կողմից խոսած դարձավ արդեն ինչ-որ խնդիրներ առաջացնող մարդ։ Հասկանում ենք, այդ բանն էլ կա, որ Ռուսաստանից ուղարկվել է, որպեսզի ստեղ մինչև ընտրությունները ինչ-որ փոփոխություն անեն, այս անեն, բայց արդեն գիտեք, լուրջ եմ ասում, ես երևի կասկածում եմ, որ 20-30% մարդ ընտրության չի մասնակցելու հաջորդ տարի։ Արդեն զզվել են այս ամեն ինչից, այս ժողովուրդը մեղ կա։ 7 տարի հետո նոր հասկացավ ԱԱԾ-ն, որ Սամվել Կարապետյանի վրա գործ կարելի է բացել, թե քննչական կոմիտեն, թե մյուսը, այս ում ոտը ուզում եք, հիմա եթե մեկի ոտը տարորեմ, վաղը ին վրա էլ կբացեն քրեական գործ։ Ամբողջ աշխարհը խառնված է իրար, ամբողջ աշխարհը մտածում են ոնց շրջանցեն այս պատերազմները։ Եկել է պատերազմը, հասել է մեր քթի տակ, երեք նայել եք, ամբողջ տրասան Մեղրիից դեպի մեր կողմ ինչ մեքենաների հոսք էր գալի։ Արդեն նենց, որ Սյունիքում ոչ մի ազատ հյուրանոց չկա, արդեն տներ են վերցնում, մարդիկ ուզում են գան հասնեն Երևան։ Պատկերացնում են այդ 90 միլիոնանոց Պարսկաստանից, եթե 2-3 միլիոն եկավ ստեղ։ Ինչ են անելու։ Փողանան կընկնեն տես գործերով զբաղվեն, ընկել են արդեն, այս մեկը մեզի դեմ, այնի լսեք գգա ընտրությունները, ով ձեզ սիրում է, հարգում է, ընդունում է, որ դուք ճիշտ եք, ձեզ կընտրեն։ Չեն ուզենա, չեն ընտրի։ Հասկանում եք, չի կարելի էլի այսքան այս խաղերը խաղալ, հոգնեցինք, ասում եմ կյանքիս կեսը անցավ այս կապիկությունների մեջ, 90 թվականից հետո, մինչև հիմա։ Սա կապիկություն է, սա աշխատելու ձև չի, սա կառավարելու ձև չի։